PSG-ն եվրոպական ֆուտբոլը կրկին ներկեց Փարիզի գույներով, իսկ ակումբի պատմությունը համալրեց եւս մեկ լեգենդով, սակայն նույն Փարիզում հաղթանակի տոնակատարությունը հարթ չանցավ։ Ոստիկանների ու հազարավոր երկրպագուների բախման հետևանքով ավելի քան 300 մարդ վիրավորվեց, 8-ը ծանր վիճակում են, ձերբակալվեց մոտ 800 երկրպագու, 480-ը կալանավորվեցին։ Այնուամենայնիվ բախումները չխանգարեցին ֆուտբոլիստների բարձր մակարդակով ընդունելությանը։ Ելիսեյան պալատում PSG-ի ֆուտբոլիստներին հյուրընկալեց անձամբ Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը նշեց, PSG-ն Ֆրանսիային ստիպեց հուզվել երկրորդ անգամ անընդմեջ։ Նախորդ տարի ձեր հաղթանակը վստահ էր ու շքեղ։ Այս անգամ դուք գերազանցեցիք այդ հաղթանակը, որովհետև չեմպիոնությունը պահելը ավելի դժվար է։ Ֆրանսիան միայն ձեր մասին էր մտածում ավելի քան 120 րոպե։ Շնորհիվ PSG-ի ֆրանսիական ֆուտբոլը հասավ մի հաջողության, որը չէինք ունեցել 70 տարի։ Շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Աշխարհին զարմացրեց, Վրաստանին երջանկացրեց Խվիչակ Կվարացխելյան։ Առաջին անգամ ազգության վրացի ֆուտբոլիստը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող։ Այս մրցաշրջանում Կվարացխելյան մասնակցել է 16 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Կվարայի տանը որդու չեմպիոնությունը տոնեցին անչափ բուրըն։ Մայրիկի արձագանքը հուզեց հազարավոր երկրպագուների։ Իսկ Խվիչան դեռ խաղից հետո նշել էր, որ պետք է ձգտեն երրորդ չեմպիոնությանը։ Մենք պարզապես պետք է շարունակենք նույն կերպ։ Մենք արդեն ցույց տվեցինք, որ ամեն ինչի ընդունակ ենք։ PSG-ն Ռեալից հետո դարձավ երկրորդ թիմը, որը ականջավոր գավաթը նվաճեց 2 տարի անընդմեջ։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։